Բարի երեկո, եթերում օրակարգն է, այս թողարկմանն առաջարկում եմ դիտել։ 100 օրում երկրի սոցիալ-տնտեսական կյանքը փոխելու նոր ազդակներ 5 միլիարդ խնայված դրամ, 15%-ով էժանացած գազ եւ հոսանք ներդրումների ակտիվացում։ Վարչապետը 2 ժամում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Մասնավոր բուհերը կեղծ դիպլոմներ են տրամադրել, մեղադրանքի առաջադրվել 3 ռեկտորի։ Ջրառատ Արցախն ավելացնում է էներգետիկ հզորությունը, նոր հեկը կապահովի երկրի էներգետիկ կարիքների 1/4-ը։ Դամասկոսի օդակայանը հրթիռակոծվել է, Սիրիան մեղադրում է Իսրայելին եւ սպառնում պատասխան հարված հասցնել։ Դու ինչ ես անում Ղարաբաղի համար, հարցը որպես ծրագիր ձևակերպել է Սփյուռքի նախարարությունն ու հնչեցնում է Սփյուռքով 1, առաջին արձագանքները։ Եվ խանութի կամ վարսավիրանոցի տարածքը սառույցից չմաքրելու համար բիզնեսմեններ են տուգանվել։ Եվ այսպես պետական կառավարման համակարգի օպտիմալացումից ավելի քան 5 միլիարդ դրամի խնայողություն է արվել կառավարության գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսում, վարչապետը որպես ձեռքբերում նաև գազի եւ հոսանքի էժանացումն է նշել։ Կարեն Կարապետյանը վստահ է, ներդրումային ակտիվությունը հետզհետե նկատելի կլինի։ Վարչապետը ներկայացրել է բոլոր ոլորտներում իր կաբինետի կատարած քայլերն ու բարեփոխումների արդյունքները, մենաշնորհների դեմ պայքարի հարցում իր ղեկավարած կառավարության խնդիրը համարելով տնտեսվարողի համար գործունեության հավասար պայմաններ ստեղծելը։ Քաղաքական բարձր պաշտոն զբաղեցրել է երկրի ապագայի համար անհանգստանալու պատճառով։ Արցախի անվտանգության հարցին պատասխանելով վարչապետը վստահություն է հայտնել, որ անվտանգությունը կարող ենք պահպանել բանակցությունների արդյունքում եւ որևէ մեկը չի կայացնի այնպիսի որոշում, որին համաձայն չլինեն ազգն ու քաղաքացիները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կընդգրկվի արդյոք ՀՀԿ ցուցակում, Հայաստանում բնակության վերաբերյալ փաստաթղթերն արդյոք պատշաճ են, հայտնել է, որ համապատասխան մարմինը պետք է գնահատի։ Մենք գիտենք ինչ ենք ուզում անել, մենք գիտենք ում ենք անելու, ու մենք հետևողական ենք լինելու։ Արվածի արդյունքներն այսօր ներկայացրել է Պետեկամուտների կոմիտեն։ Տարեվերջին մաքսավորների ծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ երրորդ երկրներից ներմուծումների արդյունքում մոտ 212 միլիոն դրամի մաքսային վճար է կատարվել։ ԵԱՏՄ երկրներից նույնպես ներմուծման, նաև արտահանման տվյալները բավական լավն են։ Այլուրի 50 կիլոգրամանոց պարկը թանկացել է մոտ 500 դրամով, սպառողի հետ տոնական սթրեսն ավելացրած այս դուրը երկրում առաջինը գորիսցիների գրպանը մտավ, երբ 2 օր առաջ խանութում նույն 160 դրամանոց հացի գինը տեսան 200 դարձած։ 33 փուռ միասին միանգամից հացը թանկացրել էին, այսօրվանից բոլորն էժանացրին։ Երևանում հացի գնային փոփոխություն չկա, թանկացումների հարցում սովորաբար շտապող նույնիսկ փոքրիկ բակային խանութներում։ Մեզ մոտ հացի գնի փոփոխություն չկա, ոչ էլ ալյուրն է թանկացել մեզ մոտ։ Վաճառում ենք Բաղրամյանի ալյուր, եւ ոչ։ Այն, որ ալյուրի կիլոգրամը 5-ից 10 դրամով թանկացել է, արձանագրել են ոչ միայն տանտիկինները, այլև ՏՄՊՊՀ-ի մոնիթորինգն ու թանկացած շաքարավազի հետ ուսումնասիրություն սկսել նաև գերիշխող այս շուկայում։ Ցորեն ներկրողներից Մանանա Գրեյը պարզաբանել է. Ալյուրը թանկացել է, որովհետև նավահանգիստներն ու ծովերը սառած են, քիչ ցորեն է երկիր մտել։ Շուկան ինչու պետք է դեֆիցիտ զգար հունվարի առաջին օրերին, Ռուսաստանից 296.5 տոննա հացահատիկ է բերվել, պնդում են ՊԵԿ-ում։ Մաթևոսյան ջան, Արտեմ եւ Վահագն Սպան, այդ 296.5 տոննան իրանք են բերել։ Ամանորի արձակուրդին բիզնեսին առաջին անգամ հերթապահությամբ սպասարկած մաքսավորներն անգամ հունվարի 1-ին հայտարարագիր ունեն ձևակերպած, ասում են, թե ապրանքի ծավալի, թե ուղևորների հոսքի առումով լարսում կուտակումների հաշվին ամենածանրաբեռնվածն աշխատել է Բագրատաշենի մաքսագետը։ Տոներին բիզնեսը նույնիսկ արտահանում է ունեցել, ընդ որում ոչ միայն պղինձ։ Տոնական օրերին արտահանվել էին ապրանքներ շուրջ 14 մաքսային հայտարարագրերով, որոնք հիմնականում ալկոհոլային խմիչքներ էին, սունկ, ծաղիկներ։ Հերմինե Բաղդասարյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Հաջորդ թեմայի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի ԵԱՀԿ նոր նախագահող Ավստրալիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 18-ին կայանալիք հանդիպմանը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։ Անդրադառնալով դեկտեմբերի դիվերսիային, Մարիա Զախարովան ասել է, որ կողմերը կարող են իրենց մեջ ուժ գտնել, օգտագործել բոլոր հնարավորությունները բարդ իրավիճակին լուծում տալու համար։ Լուծման բանալին գտնվում է երկու կողմի ձեռքում, նշել է Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչը։ Այս գիշեր Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց, մերոնք տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ վստահորեն իրականացնում մարտական խնդիրը։
Արցախի փոքր հեկերից ամենամեծը ջերմաջուրը Քարվաճարի շրջանում շահագործման կհանձնվի 2 ամսից, կայանը կապահովի Արցախին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 1/4 մասը։ Վերջին տարիներին հայկական երկու հանրապետություններում կառուցված փոքր հեկերի մեջ ամենամեծը կառուցվում է Քարվաճարի շրջանում։ Առաջին անգամ գործարկվելու է 12 մեգավատանոց դրվածքային հզորությամբ կայան, տարեկան 70-ից 80 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա արտադրողականությամբ, ինչն Արցախի էլեկտրաէներգիայի սպառման 20-25%-ն է կազմում։ Շահագործումը նախատեսված է 2 ամսից։ Ջերմաջուր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին Արցախի նախագահ Բակո Սահակյանն է ծանոթացել։ Մասնավորի խոշոր ներդրման ու կառավարության աջակցությամբ ծրագիրը հավակնում է Արցախի համար ապահովել էլեկտրաէներգիա արտահանող երկրի համբավ։ Հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ է եւ ամեն ինչ նորմալ կաշխատի եւ այս կայանը արտադրանքը կվայելեն ոչ թե այսօրվա Ղարաբաղի բնակչությունը, այլ իրանց թորները նույնիսկ։ Հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատկությունը, ծրագիրն ավելի քան կարևորվում է։ Ջրային մեծ պոտենցիալը հմայել է ներդրող 4 ընկերությունների, որոնք գործին գցել են արտասահմանյան մասնագետների, արդյունքում բարձրակարգ ու հեռակառավարվող համակարգ ստանալու համար։ Գերմանական արտադրության սարքավորումներով գլխամասն ու ջրարը կառուցված է, խողովակաշարի կառուցումն ընթացքի մեջ է։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 1 տարի առաջ։ Արցախի տնտեսական առաջընթացի առանցքային ոլորտում էներգետիկայում ծրագրերը շարունակական են լինելու։ Այն որ այս տարի ընդհանուր մինչև 35 մեգավատ հզորությամբ հեկերին շահագործման հանձնելու գումարային եւ որը ավելին է քան վերջին 10 տարիներին կառուցվածը, դա արդեն իսկ բառապացույց է, որ ծրագիրը իր էֆեկտը ունի։ Այսօր կառուցվող հոկերի շարքում ջերմաջուրն առաջատար դիրք ունի։ Էկոլոգիական տեսանկյունից հաշվարկները նույնպես հասցված են մաքսիմումի։ Հեկի շինարարության արդյունքում արդիականացվել են նաև ճանապարհային ենթակառուցվածքները, ինչն էլ հավելյալ խթաններից մեկն է հանդիսանալու Շահումյանի շրջանի աշխուժացման համար։ Մերի Դավթյան, Մեր Մկրտչյան, օրակարգ։ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է տարբեր ոչ պետական բուհերում կեղծ դիպլոմների տրամադրման դեպքեր։ Քննությունը պարզել է, որ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են տրվել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա քաղաքացիների։ Արևելույթ հանցանքներ կատարելու համար 3 ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել լիազորությունները չարաշահելու եւ առևտրային կաշառք ստանալու համար։ Միջազգային լրահոսից Սիրիան սպառնում է պատասխան հարված հասցնել Իսրայելին Դամասկոսի օդանավակայանը ռմբահարելու համար, սա արդեն 3-րդ դեպքն է վերջին շրջանում։ Միաժամանակ Դամասկոսում դարձյալ պայթյուն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը, կան զոհեր եւ վիրավորներ։ Սիրիայի մայրաքաղաքում գիշերը տագնապալից է եղել, պայթյուններ են լսվել ոչ հեռվում գտնվող Մազեի ռազմական օդակայանի կողմից։ Սիրիական բանակի տվյալով հրթիռներն արձակվել են Իսրայելի հյուսիսային շրջանից։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան, բայց հայտնի է, որ հրթիռակոծման հետևանքով ոչնչացվել է զինմթերքի պահեստը։ Տարածքում հրդեհ է բռնկվել Մազեի օդանավակայանում, որը մի քանի կիլոմետր է հեռու Բաշար Ասադի նախագահական նստավայրից, տեղաբաշխված են Սիրիայի հանրապետական գվարդիայի ջոկատները։ Զինվորականների տեղեկացմամբ հրթիռներն արձակվել են Իսրայելի հյուսիսային շրջանից։ Բանակի հրամանատարությունը խստորեն զգուշացրել է, որ կարող են պատասխան քայլերի դիմել։ Միջադեպի առնչությամբ իսրայելյան կողմն առայժմ որևէ մեկնաբանություն չի արել։ Անցած գիշեր պայթյուն է որոտացել նաև Դամասկոսի կառավարական թաղամասում։ Մահապարտ ահաբեկիչը Շահիդի գոտին գործի է դրել մարզահամալիր մտնելու պահին, երբ անվտանգության աշխատակիցները նրանից փաստաթուղթ են պահանջել։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, 10-ից ավելին վիրավորվել է։ Լուսինե Կոշեցյան, օրակարգ։ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում իսլամական պետություն խմբավորման դեմ գործողությունները համակարգելու հարցում։ Ռուսաստանցի եւ թուրք զինվորականները ստորագրել են հուշագիր Սիրիայում ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ։ Բացի այդ, ըստ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի, Մոսկվան եւ Անկարան համաձայնեցրել են, որ հունվարի 23-ին Աստանայում ծրագրված միջսիրիական հանդիպմանը մասնակցեն նաեւ ՄԱԿ-ի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները։ Կլամարի բարեգործական ջազ համերգի հասույթով սարքավորումներ ձեռք կբերվեն Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնի համար։ Փարիզի Արվարձան Կլամարում կազմակերպած համերգի կնքամայրը նշանավոր դերասանուհի Մարիսա Բերենսոնն է, որը վստահ է նման նախաձեռնությունները աշխարհն ավելի լավը կդարձնեն։ Ընդանուր Սփյուռքին, ընդանուր Հայաստանի եւ Ղարաբաղի հայրուն, ասելով որ Ադեմն պիտի կա ուր կյանքը մեզ համար ավելի հեշտ պիտի լինի։ Միայն թե լանք համերաշխ, լանք ասկասեր եւ լանք ժողովրդի համար հոգադար։
Հայ-ֆրանսիական Հայմեդ ընկերությունն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է բարեգործական ջազ համերգ, այս անգամ Փարիզի Արվարձան Կլամար քաղաքում։ Տարիներ շարունակ Հայմեդը օգնություն եւ բուրս սարքավորումներ է տրամադրել Արցախի հիվանդանոցներին։ Այս տարվա բարեգործական համերգից ստացված ողջ հասույթը ծառայելու է Ստեփանակերտի նորակառույց ուռուցքաբանական կենտրոնի համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակին։ Գումարային մեր մոտ ավելի հայկական համայնքն է, որ մասնակցեցավ, բայց զուգահեռաբար հիմնադրամը մեջնալ մտած է, որպեսզի ինքն ալ փող հայտայտե, որպեսզի կարողանանք առնել սարքերը։ Բարեգործական նախորդ համերգներից ստացված հասույթի եւ նվիրատվությունների շնորհիվ Արցախում արդեն իրականացվել են մի շարք բժշկական եւ կրթական ծրագրեր։ Շաքարախտի կենտրոնը, վիրաբուժական ծրագիրները, սարքերը, դեղորյակները, հետո երկու մանկաբարձները, որ կան։ Համերգին ելույթ ունեցան ֆրանսիացի եւ ամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտներ։ Այս տարվա միջոցառումն ուներ նաեւ առանձնահատկություն։ Բարեգործական համերգի կնքամայրներ ամերիկյան կինոաստղ եւ մոդել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ Մարիսա Բերենսոնը։ Երբ ինձ խնդրեցին լինել այս համերգի կնքամայրը, ես անմիջապես համաձայնեցի, քանի որ համերգը բարեգործական է եւ շատ կարեւոր։ Ուրախ եմ, որ կարող եմ իմ ներկայությամբ օգնել մարդկանց։ Այսպիսի բարեգործական միջոցառումների շնորհիվ մենք կարողանում ենք աշխարհը դարձնել ավելի լավը։ Մարիամ Տերգուլանյան, օրակարգ, Կլամար, Ֆրանսիա։ Կօգնենք ինչով հնարավոր է Արցախցու կողքին ողջ հայությունն է եւ ոչ միայն կռվի պահին, այլև մշտապես Սփյուռքի նախարարությունը 2017 Արցախի տարի է հայտարարել։ Դու ինչ ես անում Ղարաբաղի համար հարցը որպես ծրագիր ձևակերպել է Սփյուռքի նախարարությունը եւ արդեն 2 ամիս է հնչեցնում է Սփյուռքում։ Շարժումը արդարացվեց, մեր սպասելիքներն էլ այդպեսին չէին, անկեղծ պիտի խոստովանեմ։ Հերու ու մոտիկ բազմաթիվ հայեր, դպրոցական, արվեստագետ, գործարար օգնում են ինչով կարողանում են։ Երևանում շատերն անտեղյակ են ծրագրին, բայց պատրաստ են ամեն կերպ օգնել։ Պատրաստ եք միշտ օգնել մեր արցախցիներին։ Հա, պատրաստ եմ, եթե ի վիճակի լինեմ։ Ես արցախցու կողքին եմ։ Բարոյապես եւ ֆինանսապես եւ բոլոր առումով, ինչով ես հնարավորություն կունենամ։ Յուրաքանչյուր արցախցի պետք է իմանա եւ զգա, որ իր խնդիրների հետ միայնակ չէ։ Մարդը իմանա իր թիկունքում կա մի վիթխարի ուժ, որ ամեն օր ապրում, ամեն օր շնչում է իրենով, իր խնդիրներով։ Սփյուռքահայերին Ստեփանակերտում կհամախմբի նաեւ քեզ համար Արցախ փառատոնը։ Լիլի Դանիելյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Եվ նորից տնտեսական թեմայի մասին Սննդի անվտանգության պետական տեսչությունը ստուգում է մսի վաճառակետերը։ Սանիտարահիգիենիկ պահանջներ չապահովող փոքր խանութները հունվարի 15-ից կփակվեն։ Շուկայամերձ տարածքներում մսի վաճառքով զբաղվողներն այս մասին տեղեկացվել են դեռևս նոյեմբերին։ Նրանք արդեն հայտարարություններով դիմել են ծառայության անասնաբուժական տեսչություն, նշելով իրենց տարածքների բարեկարգման ժամկետները։ Իրենց իսկ հայտարարությամբ ամսի 15-ից դադարելու են մսի վաճառքը եւ իրականացնելու են այն պահանջվող աշխատանքները, որպեսզի ունենան պատշաճ հիգիենիկ պայմաններ մսի վաճառքի համար։ Այսօր ամսի 13-ն է, արդեն համարյա թե կեսը սկսել են այդ աշխատանքները։ Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան թատրոնից վերջին հրաժեշտն են տվել վիրահայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանին։ Հրաժեշտի արարողությանը ներկային եղել Վրաստանի ու Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներն ու ընթերցասեր հասարակությունը։ Անահիտ Բոստանջյանը կհանգչի հայ գրողների ու հասարակական գործիչների խոջիվանքի պանթեոնում։ Անահիտն իր մահով դատարկություն թողեց ոչ միայն մեր, այլև գրականության մեջ։ Ես մեծ վախ ունեմ, թե ինչպես ենք լրացնելու այդ պակասը։ Նրան սիրում էի ոչ միայն որպես գործընկեր, այլև որպես քույր։ Թող իր սիրելի վրացողը թեթև լինի նրա համար։ Անահիտի հեռանալը կյանքից մխիթարական մի բան է թողնում, նա ստեղծածը թարգմանական, գրական վաստակը, մարդկային գործունեությունը, երկու ժողովուրդների միջև կամուրջ լինելը։ Ինքը համարվում է եւ կհամարվի լավագույն վիրահայ բանաստեղծներից մեկը։ Մայրաքաղաքը մաքրվում է սառույցից ու ձնից, աշխատանքը հեշտ չէ, բայց պարտադիր է, չմաքրված փողոցներն ու մայթերն այս տարի արդեն 24 մարդու վնասվածքաբանների մոտ են հասցրել։ Թաղապետարանի աշխատակից Գառնիկ Ստեփանյանը նկատել է. եթե ձյան տակ փող է գտնում, ուրեմն օրը հաջող կանցնի։ Ամեն ձմեռ զինված դուրս է գալիս կռվի։ Ազատում է Քանակեր Զեյթուն համայնքի մայթերն ու բակերը ձնից եւ սառույցից։
Սառույցի լեզուն արդեն հասկանում է, Ձյանը դեռ սովորում։ Բարի ոնց որ մի քիչ ավելի դժվար է, այս սառնամանիքի բանը։ Վնասվածքաբանները հունվարի առաջին օրերին 24 այց են գրանցել, ընդ որում պատկերը արտասովոր չեն համարում։ Տարիների ընթացքում նույն քանակով մարդիկ են դիմում։ Արշալույստատը ձմեռ 2017-ի 24 զոհերից է։ Քանաքերձայթունի բնակիչ, բայց Գառնիկ Ստեփանյանի բահը նրան չփրկեց, փող էլ չգտավ։ Ոտով եկա, հենց նեղ սարած, մի հատ քարի կտոր։ Ոտը ձերս հետ քարի սոտ տվեց, ընգայ։ Արշալույստատի սառույցն արդեն չկա, այնտեղ հիմա Սանիտեկի եւ Թաղապետարանի բանվորներն են։ Երևանի քաղաքապետի հրահանգն են կատարում, բակ առ բակ ազատում են սառցեգերությունից։ Մեծ անդամում մեր Երևանը, աշխատանքները ցանում են ամբողջությամբ կարգավորվի։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնում այսչափ լավատես չեն։ Վերամշակում ենք իրականացել աղու ավազի խառնուրդով, բայց ամեն մեկը որպես անձ, որպես քաղաքացի նաև իմանանք մեր պարտականությունների մասին, մաքրենք գոնե մեր դիմացի մասերը։ Տնտեսվարողները նույնպես հրահանգ են ստացել։ Սեփական բիզնես տարածքը սառույցից մաքրելը ոչ միայն էթիկայի, այլև օրենքի պահանջ է։ Ձյունը գալուց անմիջապես հետո, եթե հարկավոր է, միահամուռ ուժերով բոլորով մաքրում ենք աշխատակազմով։ Չկատարողների համար տուգանք է սահմանված 30-ից 50,000 դրամ։ Քաղաքապետարանում վստահեցնում են, տուգանվողներ եղել են։ Լուսին Մկրտչյան, Հակոբ Սարգսյան, օրակարգ։ Առաջիկա 4 օրերին տեղումներ չեն լինի, եղանակն էլ առանձնապես չի փոխվի, այնպես որ պատասխանատու կառույցները մինչև հաջորդ ձյունը պետք է որ հասցնեն մաքրել քաղաքը։ Այսքանը օրակարգը կամփոփենք մեր գլխավոր թողարկմանը երեկոյան 9-ին։